Մենք որևէ կարգ չենք խախտում, մենք իրացնում ենք մեր իրավունքները։ Այս դեպքում ոստիկանության վրա հստակ պարտականություն կատարված կներեք, որ այլ ճանապարհներով ապահովի երթևեկության կարգը։ Ինչի մասնակցել եք, շնորհակալ ենք։ Նստելու նպատակը որ Երաշխիքներ ենք պահանջում, որ գործը արագ կհարուցվի, այլ ոչ թե կքնեցվի ու կմնա ինչպես եղավ։ Այս բոլոր երկար ժամանակահատվածը 23-ից հետո ինչ անցել է արդեն ամսի 6-ից հետո, գործը հարուցվել միայն լրագրողների մասով, իսկ մնացած քաղաքացիների մասով որևէ բան չկա ու այնպիսի տպավորություն է, որ շատ էլ նորմալ է, որ այդ քաղաքացիներին ծեծեցին, ջարդեցին։ Ոստի այս պահին պահանջում ենք անհապաղ երաշխիքներ, որ մնացած բոլոր քաղաքացիների հանդեպ որ ուժ կիրառվեցեն 237 քաղաքացիներին ում տարան բաժին, այդ ոստիկանները, այս ծրիկաները, որոնցից մեկը սա է, կհենթարկվեն քրեական պատասխանատվության ու կհեռացվեն համակարգից։ Ես դիմում եմ բոլորի, դուք անաղաչափ խախտել եք հասարակական կարգը եւ սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ես հարգելիներս չենք ուզում, հիմա մեքենաները վերակարգի լրացուցիչ կմոտեցնեն, բոլորի կարգի կրավիրեմ։ Ես ձեզ զգուշացնում եմ։ Իմ խնդրանքն է բոլորիդ։ Վերկացեք, դուք անհամաչափ սահմանափակել եք, հակառակ դեպքում ձեր գործողությունները դիտվում է որպես սադրիչ գործողություն է։ Դուք սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Դուք տեսնում եք, որ ձեր վրա ուշադրություն չեն դարձնում։ Ստիպած ուզում եք բախում սարքեք ոստիկանների հետ։ Ձեր վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Դուք ուզում եք տեխնոլոգիա, նոր տեխնոլոգիա եք մշակել։ Ես ձեզ զգուշացրեցի։ Խնդրում եմ, ձեզ խնդրում եմ վերկացեք։ Խնդրում եմ վերկացեք, հակառակ ուրեմն հարգելիս, կա համապատասխան գործընթաց, կա համապատասխան գործընթաց։ Այո, պայեք իմ նկարը, եթե ես որևէ պաշտոնական դիրքի չարաշահում արել եմ, թող ինձ պահանջեն, խնդիր չկա, ողջունում եմ, այդպես հպարտ պահեք իմ նկարը, շնորհակալություն։ Պարոն Գագիկ Հարությունյանը ինչ է ասել, խախտեք կարգը եւ սահմանափակեք քաղաքացիների ազատ տեղաշարժ։ Հիմա ես ձեզ կարգի կրավիրեմ, դե նայեք։ Ես ձեզ զգուշացրեցի, ես ձեզ կարգի, ես զբաղված եմ։ պատրաստում եք մնալ շարունակել։ Ուղղությունները սահմանադրական են։ Գագիկ Հարությունյանի գրքի մեջ գրված է, որ մենք իրավունք ունենք իրականացնել քաղաքացիական անհնազանդություն, սա էլ մեր խաղաղ անհնազանդության միջոցն է։ Օրենքով նախատեսված կարելի է ամեն ինչ հասարակական կարգը վերականգնելու համար։ Անհամաչափ սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, անհամաչափ։ Ընդամենը 50 հոգի է ստեղ, 60 հոգի, ես սահմանափակել է, ամբողջ Բաշտոցաներյան, շատ կարևոր նշանակություն ունեցող խաչմերուկը սահմանափակել է։ Ուղղակի ամոթ է, ձեզ ոչ վայել, դուք արդեն լկտի անում եք, այդ բառի համար ներողություն, բայց լկտի անում եք, եւ դուք արդեն քաղաքացիների ձեզ փնովում եք, անցեցին դուք լկտիացել եք, բառը տեղինա լկտիացել եք։ Ձեզ դիցա գալի լկտիությունը, պարոն Ուրեմն ասեմ ձեզ։ Հիմա ես ձեզ բոլորի կարգեմ հրավիրեմ։ Ես ձեզ զգուշացնում եմ, ձեր գործողությունների մեջ կա անհամաչափություն, որը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Բալի լինեիք լիազոր մարմին ներկայացնեք, որ դուք պետք է նստեք երթուղում։ Ձեր գործողությունը անօրինական է։ Իշխանություններն են թող բարի ներկայացնեն, որ մեզ գալի ջարդում։ Ոտեցրեք, առաջ ոտեցրեք։ Այն վերևի խաչմերուկը ինչով էր անհարմար, ստեղ ինչով է հարմար։ Այնտեղ որոշեցինք նստել, այսինքն այդ որոշումները կայացնում այն մարդիկ, ովքեր դուրս են եկել երթի։ Որոշվեց նորից նստել։ Որն էր պատճառը, կամ տրամաբանությունը կամ մեծ դիրքերի ընթացքում։ Ենք պահանջում, որ այս մարդկանց, այս տականքներին պետք է պատժեն ու անհապաղ քրեական գործ հարուցեն։ Բացի այդ մեզ պարոն Օսիպովը ասեց, որ մեր վրա ուշադրություն չեն դարձնում, այսինքն առ են համարում, ինչի համար։ Պաստորեն մեր խոսքը առհամարվում է։ Այսինքն մենք ոչ մի բան չանենք, նստացույց կամ ինչ-որ բողոքի ակցիա չանենք, մեր խոսքը առհամարվում է, որպեսզի ինչ։ Ու մենք ոչ թե ուշադրություն ենք գրավում, մենք մեր պահանջների հանդեպ ենք ուշադրություն։ Ես բոլորիդ եմ ասում, բոլորիդ, դիմում եմ բոլորիդ, հարգելի քաղաքացիներ։ Խնդրում ենք բոլորդ վերկենակ եւ շարժվեք ձեր երթուղով։ Հակառակ դեպքում բոլորդ կկրեք համապատասխան վարչական
օրենսգրքի համապատասխան հոդվածով պատասխանատվություն կրեք։ Այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Եթե մենք վարչականի հավաքածու ենք Բոլորի նկատմամբ հարգելիս կա գործ հարուցած։ Դուք գործ կա հարուցած։ Ինչ ես այլ գերատեսչությունն է դրանով զբաղվում, այլ մարմինն է զբաղվում։ Բոլոր ԶԼՄ-ներում կա տարածված որ քրեական գործ կա հարուցված։ Ինչի դուք անհամբեր։ Դուք գիտեք ինչ, դուք ուզում եք ոստիկանների բախում ստեղծել։ Ես ժողովրդին արհեստականորեն ժողովրդին բոլորին դիմելով կոչ անեք որ գան փողոց։ Այս է ձեր տեխնոլոգիա։ Եթե դուք ասում եք, որ մենք վարչական իրավախախտում ենք անում, վարչական իրավախախտման դեպքում կա հստակ ձև։ Բերեք այստեղ արձանագրեք, որ մենք վարչական իրավախախտում ենք արել, գնացեք, ինչու՞մ է խնդիրը։ Ամեն ճանապարհատրանսպորտային կարգ խախտած վարորդին կարծում եմ չեք տանում բաժի։ Այս քրեական իրավախախտումը ոնց է որ օթի մեջ այս 15 օրը։ Ինչ 15 օր։ Երաշտվեք որ կպատժվեն, հելեն գնանք տներով, մեր հավես։ Կամերան ֆիքսել է։ Ուրեմն եթե ձեզ թվում է քրեական գործ այսօր հարուցվեց եւ մարդիկ կպատժվեն, չարաչար սխալվում եք։ Դրան ժամանակ է պետք։ Դրան պետք է համապատասխան նյութեր ուսումնասիրվի։ Եթե ուզում եք մանրակրկիտ ուսումնասիրություն եք տեղի ունենա, ուրեմն դրան ժամանակ է պետք։ Ես ասեմ դուք լկտի անում եք, ձեր գործողությունից Ես դուք ուզում եք որ ձեր վրա ուշադրություն դարձնի, բայց ես ձեզ չեմ առհամարել։ Դուք ասեցիք Ես ինձ այդ վրա ուշադրություն չեն ոստիկանությունը անձին քաղաքացուն առհամարելը դա անթույլատրելի է։ Բայց դուք ասեցիք որ մենք ձեզ Անկախ ամեն ինչից դուք անձ եք, դուք քաղաքացի եք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Ես ոչ մի տեսակի որևէ ոստիկան իրավունք չի ձեզ առհամարի։ Բայց դուք ասեցիք մենք ձեր վրա ուշադրություն չենք դարձնում։ Դուք լավ գիտեք որ ձեզ ընդամենը հաշված րոպեների ընթացքում կարող են բոլորիդ բերման ենթարկել։ Որը ով է ձեզ ասում։ Լավ, գիտեք ինչ, դուք դա ինչ կապ ունի։ Եթե արձանագրությունը անհնարին է, տեղում այո անհնարին է, դուք չեք որոշողը, անհնարին է։ Ոստիկանությունը բերման կենթարկի ձեզ, հասկացաք։ Դուք չեք որոշողը, անհնարին թե անհնար չի։ Փաստորեն սխալ բան եք որոշում, որտեղ առաջնահերթ Հարգելիս, դուք դեմագոգում եք, հարգելի Մաքսիմ, օրենքին չեք տիրապետում դուք, այ միշտ ընդհանրապես դեմագոգում եք, բոլոր ակցիաների ժամանակ։ 10 րոպե ես ձեր հետ խոսում եմ, 10 րոպե։ 10 րոպե ես ձեր հետ խոսում եմ այստեղ, բայց 3 րոպե ընթացքում բոլորիդ բերման կենթարկենք։ Տեսեք, մենք հանդուրժողականություն ենք դրսևորում։ Ինչ մենք բացեք։ Ես ձեզ օրենքն եմ բացատրում։ Հարգելի, իսկ ձեր գործողությունների մեջ կա լկտիություն։ Անհամաչափ ձեր գործողությունները։ Դուք սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարժը, կոպիտ խախտել եք հասարակական կարգը։ Այդ թվում հրաժարվում եք կատարել ոստիկանի օրինական պահանջները։ Եթե իմ նախագահ լկտի է, վարչապետը լկտի է, սաղ լկտի է, ես ով եմ լկտի չեմ։ Չափերի մեջ։ Դուք շուտ ժողովրդի Ոչ մեկ Ուրեմն լսեք ձեզ ինչ եմ ասում։ Կան բաներ, որ պետք է չափեր Սա լկտիությունն է։ Սա ակնհայտ լկտիություն։ Ակնհայտ։ Ես տեսնում եմ ակնհայտ։ Եթե սա ակնհայտ է, Լկտիությունը երկրի տալանն է։ շատ տղություն է, ուրիշ բանի տղություն է, տես չի։ Ով է արել փաստեր։ Ձեր լիսկա։ Ուրեմն գիտեք ինչ։ Ուշադիր լսեք։ Արգել, ու ասելով չի դուք կներեք բարի համար փորձում եք էժանագին հեղինակություն յուրաքանչյուր ստեղծեք ձեր բանում։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Դուք փորձում եք ցույցակ բոլոր։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Եկեք բոլոր ամեն ինչի դրեք մի կողմ։ Այդպես ասելով չի։ Օրենքատու բոլոր օրենքի շրջանակը պատասխան անպարժելի մարդ չկա։ Չկա տեսմար, անպարժելի մարդ չկա։ Ես տեղավորը ես կպատժվեմ։ Դուք չարեցի գլուխ եք կերել, մեղասնի չա որ։ Արքես բա։ Բայց Դե տեսնում եք արդեն ուրիշ բան եք խոսում։ Ուրիշ բան եք խոսում։ Այ մարդ հավաքվեք, հեսա ձեր հավաքված։ Ով է ում սահմանափակել։ Ոչ մեկիցից ավել տղա չլինի, ես էլ ավել չլինեմ ես երկրի մեջ։ Եթե մեկը իրավունք ունի իր դես պահելու, ես այո, կարամ ստեն նստել։ Հա մեկը գասի որ բարսպետի իզնից ավել տղա է, նախագահն ավել տղա է, որ պիտի աստի կալուն աստի, չգիտեմ ինչ։ Ես էլ միան քրջով բանաստեմ սաղից պակասեմ։ Հո մի վարկյան։ Դրա համար ես եկել նստել եմ ստի, այդ խի ումից եմ պակաս։ Սաղը տորի նախախտեք, ես էլ սովորում։ Ես էլ
մեր պահանջը գնում է այն, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ինչպես հրաման տվողը, այնպես էլ ապօրինի հրաման կատարող։ Այնպես էլ ապօրինի հրաման կատարողը քրեական օրենսգրքում սահմանվում է, որ խաղաղ հավաքը, եթե ապօրինի ձևով բռնության է ենթարկվում կամ ցրվում է, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում եւ վերջապես մեր խնդրանքը նշված դիմումը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցել քրեական գործ, դիմումը նշված փաստերի հիման վրա պաշարժ դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն իրականացնել քրեական գործի քննության նկատմամբ, ոստիկանության գործողությունների ապօրինի եւ անօրինական ուժի գործադրման վերաբերյալ իրավական գնահատական տալ եւ բաժել հանցագործություններին ստորագրված է ոչ Թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամի կողմից, ես նույնպես Արա Ղահակյոսյանն եմ, ոչ Թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամ իրավական։ Մի կպցրեք, որովհետև ներսում բացում։ Արի դե։ Ծափերով